Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 16։ Իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանող ու թողողը ողորմություն կգտնի։ Առակաց 28-րդ գլուխ 13-րդ խոսք։ Ահա ողորմության ճանապարհը մեղավոր եւ ապաշխարող մարդու համար։ Նա պետք է դադարի մեղքը ծածկելու սովորությունից, որոնք դրսևորվում են 4 եղանակով. ստով, որը ժխտում է մեղքը, կեղծավորությամբ, որը թաքցնում է այն, պարծենալով, որով փորձում է արդարացնել այն, եւ բարձրաձայն դավանությամբ, որով փորձում է փոխհատուցել իր մեղքը։ Մեղավորի պարտականությունն է խոստովանել եւ թողնել մեղքը։ Այս երկուսը պետք է միասին ընթանան։ Խոստովանությունը պետք է անկեղծորեն արվի հենց Տիրոջ առջև, եւ այն իր մեջ պետք է ներառի մեղքի սխալ լինելը ընդունելը, դրա չարությունը գիտակցելը եւ այն ամբողջ սրտով ատելը։ Մենք չպետք է մեղքը բարթենք ուրիշների վրա, չպետք է մեղադրենք հանգամանքներին եւ չպետք է արդարացվենք բնական թուլությամբ։ Մենք պետք է ամբողջովին եւ անկեղծորեն խոստովանենք այն եւ ընդունենք, որ մեղավոր ենք մեզ ներկայացված մեղադրանքի մեջ։ Մինչև դա չարվի, ողորմություն չի կարող լինել։ Ավելին, մենք պետք է թողնենք չարը։ Ընդունելով մեր մեղքը, պետք է հրաժարվենք դրանում մնալու ներկա եւ ապագա ցանկացած մտադրությունից։ Մենք չենք կարող շարունակել ապստամբության մեջ մնալ եւ միևնույն ժամանակ բնակվել թագավորի մեծության ներկայության մեջ։ Չարի սովորությունը պետք է թողնել եւ դրա հետ մեկտեղ հրաժարվել նաեւ այն բոլոր վայրերից, ընկերակցություններից, զբաղմունքներից եւ գրքերից, որոնք կարող են մեզ մոլորեցնել եւ շեղել ճիշտ ճանապարհից։ Ոչ թե միայն խոստովանության կամ բարեփոխության համար, այլ դրանց հետ միասին մենք ներում ենք գտնում Տեր Հիսուսի արյան հանդեպ հավատքով։